Գործընկերներ խաղացան համաձայնագրի նախասահմանման հարցը մենք իհարկե հավատացած ենք մի քանի արմատական հարցերով, որովհետև մենք կարծում ենք, որ պետք է լինի տևական եւ հարատև խաղաղություն եւ կայունություն տարածաշրջանում, հակառակ դեպքում կլինի ապկանք խաղաղության եւ ոչ թե իրական խաղաղություն, իսկ դրա համար իհարկե առանց նախապայմանների պետք է ազատ արձակվեն հայ բանտարկյալները եւ քաղաքացիական արանքում գտնվող կամ պահվող անձիկ 23 ռազմագերիներ հիմա գտնվում են Ադրբեջանում առանց օրինականության եւ պահվում են այնտեղ կտակների են ենթարկվում եւ այդ ամեն ինչը ոչ միայն խախտում է մարդասիրական միջազգային մարդասիրական իրավունքը, այլ նաեւ ցանկացած հեռանկար խաղաղության համար եւ հետեւաբար վերջերս Շարմ el-Շեյխում աշխարհը դիվանագիտությունը մոբիլիզացվել էր Գազայի շրջանակներում բանտարկյալներ պահվող անձանց ազատ արձակելու համար, բայց երբ որ նոր իրավական ակտերը միջազգային խախտվում են, աշխարհի արձագանքը ցավոք սրտի լուռ է, մարդու իրավունքներ չեն կարող ընտրական լինեն։ Ես հիմա նստած եմ Ուկրաինայի պատվիրակության կողքին, ես չէի էլ պատկերացնի, թե նրանք կընդունեին ցանկացած խաղաղության պայմանավորվածություն, որը կբացառեր իրենց հայրենակիցների վերադարձի հարցը, հետևաբար եւ նաեւ կողմնական շարունակությունն է շատ կարեւոր Լեռնային Ղարաբաղում գործընկերս նշել է սա մասին նույնպես եւ հետեւաբար ինչ ենք մենք տեսնում հիմա զավթված Արցախյան տարածքում մենք տեսնում ենք մշակութային ցեղասպանություն, մենք տեսնում ենք իրական փորձեր ջնջել ներկայության տարածաշրջանում։ Հարգելի գործընկերներ, 2023 թվականին ավելի քան 100,000 հայ Եվրոպաբար տեղահանվել են իրենց տներից Լեռնային Ղարաբաղից ամենամեծ ակտերից մեկն է վերջի պատմության ընթացքում եւ հետեւաբար եթե խաղաղությունը պետք է տեղի ունենա, ապա պետք է լինի հավաքական ապահով եւ արժանապատիվ վերադարձի իրավունք, նույնպես այս մարդկանց համար այդ իրավունքը պետք է հարգվի, վերադարձի իրավունքը ոչ թե քաղաքական սլոգան է, այլ հիմնարար սկզբինք է միջազգային իրավունքի, այս իրավունքի մերժումը նշանակում է օրինականացնել կամ լեգիտիմացնել իրավունքների խախտումը այդ մարդկանց, ովքեր հազարավոր տարիներ ապրել են այդ տարածքում եւ մյուսը իհարկե ադրբեջանական ուժերի գոյությունը կամ ներկայությունը Հայաստանի Հանրապետության իշխան տարածքում ներառյալ գերեզմանների եւ գերեզմանավայրերի զավթում ներառյալ իմ դավայրում քաղաքում եւ հետեւաբար մենք պետք է անհապաղ դուրս բերվեն Հայաստանի Հանրապետության տարածքին դրան այլ ընտրանք չկա հարգելի պատվիրակներ Իրական անվտանգությունը չի կարող գոյություն ունենալ առանց արդարադատության եւ արդարության։ Այսօր շատ գնահատականներ եւ գնահատումներ լսեցինք Վրաստանում ժողովրդավարության հետընթացի մասին, բայց ցավոք սրտի շատ քիչ բան խոսվեց կամ ավելի ճշգրիտ ոչ մի խոսք չասվեց Հայաստանի կառավարության ոչ ժողովրդավարական քայլերի մասին, քաղաքական հետապնդումների մասին ընդդիմության հետևաբար ես ձեզ պետք է ճշմարտությունը պատմեմ ցավոք սրտի տասնյակ քաղաքապետարքյալներ կան Հայաստանում ներառյալ մեր գործընկեր խորհրդարանի անդամ Արտուր Սարգսյանը երկու եպիսկոպոս որը աննախադեպ է Հայաստանի Հանրապետության պատմության համար եւ իհարկե հայտնի հայ դասեր եւ բարեգործ Սամվել Կարապետյան քաղաքապետներ ճակատագովներ բարձրաստիճան եկեղեցականներ Եվ իհարկե մենք նաև տեսնում ենք ուղղակի կառավարությաններ մասնակցություն դատական իշխանությունում եւ ռեալ SMS հաղորդագրություններ վարչապետից ստանալու պրակտիկա, որը ցույց է տալիս թե ինչքանով է միջամտում քաղաքականությունը, քաղաքական գործիչները դատական իշխանությանը, շատ ենք մենք տեսնում նաև քաղաքական մոտիվացման որոշումներ, որոնք եւ նույն ժամանակ գնահատում են դատական անկախության հարցը եւ այդ բոլոր դատավորներին մենք անուն առանուն գիտենք եւ հետեւաբար պետք է այս ամենը ծառայի օրենքին եւ ոչ թե քաղաքական իշխանությանը եւ որ հակառակն է լինում ժողովրդավարությունը անկում է ապրում եւ այստեղ ես պետք է ազնիվ եւ արդար խոսեմ ձեզ այդ հայ հասարակությունը ակնկալում է որոշակի գնահատական արձագանք եվրոպացի գործընկերներից եւ սա մի բան է, որը ես պետք է նշեի եւ շեշտել եւ հետեւաբար որպես եզրակացություն ես պետք է ասեմ, որ եթե Հայաստանը ցանկանում է մնալ ազատ եւ ինքնիշխան, ապա չպետք է լինեն բանտարկյալներ
տվյալներ քաղաքական մոտիվներով եւ իհարկե արտահայտությունը պետք է լինի թափանցիկ եւ հաշվետու։ Շնորհակալություն եւ ես կարծում եմ հիմա բնական անցում ենք կատարում դեպի պարոն Արտուր Խաչատրյան։ Շնորհակալություն Սերգեյ։ Շնորհակալություն Տիկնայք եւ պարոնայք հարգելի գործընկերներ, եւս մեկ անգամ թույլ տվեք ձեզ ողջունեմ Հայաստանում։ Ես հուսով եմ, որ այս 12-րդ նիստը կլինի նաեւ սկիզբը պատմության համար, պատմական սկիզբ կլինի նաեւ Եվրոնեստի խորհրդարանական վեհաժողովի համար։ Տարածաշրջանում կապի մասին շատ խոսեցինք, թույլ տվեք օգտվեմ այս հնարավորությունից